Հրապարակ թերթը գրում է՝ մի քանի շաբաթ առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբենյանը գնացել հասել է Սաղմոսավանք Տեր Օշին քահանային խրատելու, թե խելքդ գլուխդ հավաքիր։ Նախորդ օրը պսակադրվել ցանկացող իր ծանոթ զույգից նա իմացել էր, որ քահանան ամուսնացողներին ասել է՝ «Քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ քպաղական չլինի»։ Նա քահանային նաև քրեական օրենսգրքի մասին է հիշեցրել, ըստ էության սպառնալով, քանի որ կարծում է, թե քահանան իր պահվածքով պառակտում է սերմանում։ Իշխանական կուլիսներում շարունակում են քննարկել փոխխոսնակի պահվածքը։ Պարզվում է, Տեր Օշինը ժամանակին իրականացրել է Ռուբենյանի պսակադրությունը եւ անգամ քաղաքացիական պայմանագրի թիմում են շատերն ապշել, թե ինչպես կարող է Ռուբենյանը հաշիվ պահանջել իր ընտանիքի կազմավորմանը հոգեվոր օրհնություն տված քահանայից, որը միջնորդ է Աստծո օրհնությունը փոխանցելու համար։ Գրում է թերթը։ Պաշտոնական փաստաթղթերը ուսումնասիրելով Ժողովուրդ օրաթերթը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից $25,500 գումար է հատկացրել։ Մասնավորապես Երևանի քաղաքապետարանը Prodigy ընկերության հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է $9,600,000 դրամ։ Ծառայությունների շրջանակը բավական լայն է։ Այն ներառում է Facebook, Instagram, TikTok հարթակներում գովազդների կառավարում եւ իրականացում։ Ըստ պայմանագրի սահմանվել է նաեւ հստակ չափորոշիչներ։ Ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում։ Սա տարակուսելի է այն իմաստով, որ քաղաքացիները շարունակում են բախվել Երևանի առօրյա խնդիրներին՝ փոսերով լի ճանապարհներ, վնասվող, կոտրվող ավտոմեքենաներ եւ չլուծվող ենթակառուցվածքային հարցեր։ Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը առաջնահերթությունը տալիս է գովազդին։ Խնդրի լուծման փոխարեն քաղաքապետը տեղեկատվական դաշտում սեփական գործունեության գովազդն է անում, բյուջետային գրեթե 10 միլիոն դրամներ դուրս գրելով։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգևավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր քաղաքացիական պայմանագրին են համակրում։ Գերատեսչություններում աշխատող թերթի ծանոթները պատմել են, որ նախարարություններում ակտիվ քննարկում են քաղաքացիական պայմանագրի ուրախ ավտոբուսը եւ հատկապես Փաշինյանի անբռնազբոս կերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով կարկանդակ, սուջուխ, լավաշ ուտում։ Իրար մեջ փսփսում են, թե երբ ենք խելքը գլխին լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։ Իդեպ ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է՝ մինչ երրորդ նախագահի ղեկավարած ՀՀԿ-ն պահում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու ինտրիգը, կուսակտիվը բազմաբևեռ վոյաժների մեջ է։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանն այս օրերին Բրյուսելում էին։ ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանն ու Հենրիխ Դանիելյանն էլ մոսկովյան այցերի։ Կուսակցականների նման ակտիվությունից կարելի էր ենթադրել, որ համապետական ընտրություններին մասնակցելու են, թեև վստահեցնում են, որ որոշում չկա։ ՀՀԿ համագումարին ապրիլի 4-ին թերևս կտրվի այդ հարցի պատասխանը, սակայն թերթի աղբյուրները վստահեցնում են, որ այս ընտրությունները ՀՀԿ-ն բաց կթողնի, բայց շատ ակտիվ կլինի այլ ընդդիմադիր ուժերին խանգարելու ուղղությամբ։ Գրում է թերթը։